Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է, իսկ ես Ալիտա Եղիազարյանը ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի լույս եւ ասում դրական օր։ Այսօր ապրիլի 15-ն է, այսօր ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Լեոնարդո դա Վինչին։ Նա ոչ միայն նկարիչ էր, այլ նաեւ մաթեմատիկոս, աստղագետ եւ գյուտարար։ Դա Վինչին կատարել է մարդու մարմնի բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ։ Այսօր է ծնվել նաեւ աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Արշիլ Գորկի նկարչի կեղծանունն է, իսկ նրա իրական անունը Ոստանիկ Ադոյան է։ Նկարիչը 1939 թվականին մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին, իսկ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք ցուցահանդեսում Գորկին երկու նկար նվիրել է Կարմիր բանակին օգնելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք Լեոնարդո դա Վինչիի մասին պատրաստած ռեպորտաժ, առաջարկում եմ հիմա դիտենք այդ ռեպորտաժը, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն համաշխարհային արվեստի ամենահռչակավոր դեմքերից է, այլև վերածննդի ժամանակաշրջանի ճշմարիտ խորհրդանիշ։ Նրա կյանքի, ստեղծագործությունների ու մտքի խորության մեջ թաքնված են հանելուկներ, որոնք մինչ օրս գրավում են գիտնականներին, արվեստաբաններին եւ արվեստի սիրահարներին։ Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին Վինչի փոքրիկ իտալական քաղաքում։ Նրա վաղ մանկությունը անցել է գյուղական միջավայրում, շրջապատված բնությամբ, որն իր հետքը թողեց նրա աշխարհայացքի վրա։ Առանց պաշտոնական կրթության, սակայն անսահման հետաքրքրասիրությամբ օժտված Լեոնարդոն վաղ տարիքից սկսեց ուսումնասիրել բնությունը, գծանկարել, հետևել կենդանիների շարժումներին եւ մարդկանց դիմագծերին։ Արվեստ, գիտություն ու նորարարություն մի անձի մեջ։ Լեոնարդոն միաժամանակ նկարիչ էր, քանդակագործ, ճարտարապետ, ինժեներ, անատոմ, երաժիշտ, գրող եւ տեսաբան։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները Վերջին ընթրիք եւ Մոնա Լիզան։ Դրանք ոչ միայն գեղարվեստական գլուխգործոցներ են, այլև գաղտնիքներով լի խորհրդանշական պատումներ։ Բայց նա միայն նկարիչ չէր։ Դա Վինչին երկար տարիներ ուսումնասիրել է մարդու մարմնի կառուցվածքը, իրականացնելով դիահերձումներ, որպեսզի հասկանա մկանների, հոդերի, ոսկրերի ու ներքին օրգանների կառուցվածքը։ Այս ուսումնասիրությունները արտացոլված են նրա անատոմիական գծանկարներում, որոնք դարեր շարունակ մնացին գիտության մեջ անգերազանցելի։ Նա նաև նախագծել է թռչող սարքեր, տանկերի նախատիպեր, ջրային մեքենաներ ու կառուցվածքներ, որոնք իրենց ժամանակի համար ֆանտաստիկ էին թվում։ Լեոնարդոյի ամենամեծ հանելուկը թաքնված է նրա նկարներում։ Նրա նկարները հաճախ անվանում են մտքի հայելիներ իրենց բազմաշերտ իմաստով։ Մոնա Լիզան ամենահայտնի դիմանկարներից է աշխարհում, սակայն նրա ժպիտը մինչ օրս քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Լիզայի ժպիտը խորհրդանշում է կասկած, ոմանք մաքրություն։ Բացի այդ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Լեոնարդոն կարող է օգտագործել մաթեմատիկական հարաբերություններ նկարի կառուցվածքում, ապահովելով տեսողական ներդաշնակություն։ Վերջին ընթրիքը մարգարեական սիմֆոնիա է։ Այս որմնանկարը ստեղծվել է Միլանում Սանտա Մարիա դելե Գրացիլե վանքում։ Բացի իր հսկայական գեղարվեստական արժեքից, նկարը համարվում է սիմվոլների եւ խորհրդանիշների ամբողջական համակարգ։ Յուրաքանչյուր առաքյալ պատկերում է տարբեր հոգեվիճակ, իսկ Հիսուսի կենտրոնական դիրքը, նրա ձեռքերի շարժումները եւ սեղանի դասավորությունը համարվում է աստվածաբանական, փիլիսոփայական եւ նույնիսկ աստղագիտական վերլուծությունների հետ։ Ոմանք պնդում են, որ նկարի մեջ կոդավորված են թաքուն ուղերձներ կամ այլ ընտրանքային պատմություններ։ Այս գծանկարը մարմնավորում է Լեոնարդոյի հավատը, որ մարդու մարմինը աստվածային ներդաշնակության օրինակ է։ Նկարում միավորված է ճշգրիտ մաթեմատիկան եւ փիլիսոփայությունը։ Լեոնարդո դա Վինչին մահացավ 1519 թվականին Ֆրանսիայում, սակայն նրա թողած ժառանգությունը մնում է անմահ, շարունակելով ոգեշնչել գեղանկարիչներին, ինժեներներին, գիտնականներին ու փիլիսոփաներին։ Նա ուսուցանում էր, որ սերը գիտության եւ արվեստի հանդեպ կարող է միավորել եւ բերել նորարարական մոտեցումներ, որոնք գերազանցում են ժամանակի սահմանները։ Նրա անունը հավերժ գրվեց պատմության մեջ որպես մարդ, ով քանդեց գիտելիքի սահմանները եւ դրեց նոր հիմքեր գեղարվեստի ու մտքի միաձուլման համար։
Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ինձ թվում է արդեն այս կարճ հոլովակը դիտելուց հետո պարզ դարձավ թե ով է այսօր մեր հյուրը։ Հրաշամանուկ դյուցազնագրքի բազմակի ռեկորդակի Միքայել Հակոբյանն է։ Իսկ ես ինչ-որ բան կարող եմ պակաս ասեցի ավելացնել։ Բարի լույս Միքայել։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, Միքայել։ Դու առաջին անգամ ես այսօր մեր տաղավարում, քեզ դուր եկավ մթնոլորտը տաղավարը, ինչ ամենաշատը քեզ դուր եկավ։ Գույնը տաղավարի։ Քո սիրելի գույները կար մեջ։ Կանաչը։ Կանաչ։ Ցանկանում եմ ներողություն խնդրել, որովհետև մի փոքր վատավող չեմ, ընթացքում կարող եմ հազամ։ Ոչ մի խնդիր, քեզ մաղթում եմ առողջություն։ Միքայել, մի փոքր կպատմես քո մասին։ Ինչով ես զբաղվում, առավոտյան երբ որ արթնանում ես ամենաշատը ամենաառաջինը ինչ ես անում, որ կա հետ հատուկ, յուրահատուկ կետ, որը դա քեզ է միայն յուրահատուկ։ Կա այդպիսի բան։ Երբ արթնանում եմ առավոտը միշտ թե եմ խմում, ամեն առավոտ նոր գնում եմ դպրոց։ Իսկ որի օր դասարանում ես սովորում։ 6։ Քանի տարեկան ես։ 10։ 11։ 11։ Իսկ որ առարկան ես ամենաշատը սիրում։ Թեև դրա դպրոցում չեմ անցնում, բայց իմ ամենասիրած առարկաները քիմիա եւ ֆիզիկան են։ Դեռ քիմիա չես անցնում։ Մյուս դպրոցում չեմ անցնում, բայց ես գիտեմ քիմիա եւ ֆիզիկա։ Ամենասիրելի առարկան քիմիան եւ ֆիզիկան է։ Բայց ամենաշատը քիմիան եմ սիրում։ Ինչու։ Որովհետև քիմիան ավելի հետաքրքիր գիտություն է, բայց թեև դա չեմ կարող ատեսել ֆիզիկա եւ մաթեմատիկա, որովհետև քիմիան առաջացել է ֆիզիկայից, իսկ ամեն գիտություններում հաջողություն ներառնելու համար պետք է մավտատիր իմանալ մաթեմատիկա։ Իսկ քիմիայի մեջ ինչն ես ամենաշատը սիրում եւ կհիշես քո ամենաառաջին ռեկորդը, որը հենց կապված էր, եթե ճիշտ եմ հիշում, քիմիայի հետ։ Ինչ ես կարողանում անել։ Կարողանում եմ գրացել եմ քիմիայի նվիրված 2 համաշխարհային ռեկորդ, կարողանում եմ 8 րոպե 34 վայրկյանում լրացնել ամբողջ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը եւ ներկել համապատասխան գույներով եւ կարողանում եմ 1 րոպեում ամբողջովին ասել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Իսկ հիմա եթե խնդրենք կարողանաս դա աղյուսակը 1 րոպեում ասես, թե դեռ դրա համար պետք է նախորդ նաև վերհիշել եւ պատրաստվել։ Ներկապահին պատրաստ չեմ։ Ներկապահին պատրաստ չես։ Իսկ կհիշես քո ամենաառաջին ռեկորդը, որ սահմանել ես։ Չեմ կարող հիշել, որովհետեւ շատ ռեկորդներ ունեմ։ Իսկ նայեք, առաջին բանը կարող եմ հիշել, որ առաջին ռեկորդս եղել է դյուցազնագրքում, իսկ ես ունեմ դյուցազնագրքից 93 ռեկորդ, 94 ռեկորդ ունեմ։ Մենք տեսանյութ դիտեցինք, որը նորություններ եւ դու պատրաստել ես խաղ։ Մի փոքր կպատմես խաղի գաղափարի մասին։ Մենք նաեւ այստեղ ունենք գիրք, խոսելու ենք նաեւ գրքից, բայց երևի առաջինը ներկայացնես խաղը։ Ինչպես առաջացավ միտք ստեղծել նման գաղափար եւ ինչպես են խաղում։ Ուրեմն ես այցելում էի Մավզեր, եւ տեսնում էի գետնի նկած գեղեցիկ խճակարեր կամ ապարներ, հետո վերցնում եւ տուն էի բերում։ Այդ ժամանակ ինձ թվում է թե ես երկրաբան եմ։ Եվ ես մտածեցի, որ իմ նման շատ երեխաներ նույնպես սիրում են քարեր հավաքել։ Եվ որոշեցի մի խաղ ստեղծել, որ նվիրված է Հայաստանում գտնվող ապարների, քարերի եւ խճակարերին։ Այդ մասին հայտնեցի ծնողներիս եւ նրանք անտարբեր չմնացին իմ մտահղացման նկատմամբ։ Գնացինք Մագաղաթ հրատարակչություն, որտեղ տնօրեն Վուզանա Կնյազյանը ես նկարագրեցի, թե ինչ եմ ցանկանում, ինչպիսի խաղ եմ ցանկանում։ Եվ դա ասաց, եթե ձևավորողը հասցնի ճիշտ ժամկետում ավարտել ամեն ինչը, ես կհասցնեմ ճիշտ ժամկետում ավարտել, քանի որ ժամանակը սուղ էր։ Ես ցանկանում եմ, որ ապրիլի 7-ի պատրաստ լինի իմ խաղը, քանի որ ես ցանկանում եմ, որ շնորհանդեսը լինի իմ ծննդյան օրը։ Եվ տվեցի ձևավորող Վիտալի Ասրիևին, նա ասաց, որ եթե ես 1 օրում ամբողջովին մանրամասն նկարագրեմ եւ տամ ձևավորումը, մանրամասն նկարագրեմ եւ տամ իրեն, նա կհասցնի ավարտել տուփի ձևավորումը։ Եվ մենք կավ ժամանակում հասցրեցինք ավարտել տուփի ձևավորումը եւ տվեցինք արդեն տպագրատուն։ Ժամանակից 1 օր շուտ զանգահարեցի եւ ասացի, որ արդեն տուփերը պատրաստ են, կարող են գալ եւ վերցնել։ Եվ գնացի եւ տեսա շատ ուրախացա, որովհետեւ ամեն ինչը իմ ուզածով էր ստացվել։ Այդ խաղը կոչվում է Պերի եւ գետի Հայաստանի գանձերը։ Խաղի ներսում գտնվում է սպունգ, մուրճ,
գիպսե տարա եւ ուղեցույց թուղթ։ Խաղը համեր պետք է գտնել հարմար տեղ, քանի որ պետք է կոտրել գիպսով լցված տարան եւ ընթացքում կարող է տարածքը ամբողջովին գիպսոտվել։ Պետք է փռել պոլիէթիլենային տոպրակ, նոր սկսել աշխատել։ Մուճով կոտրում ենք գիպսե տարան, ներսում գտնվում են քարեր, որոնց մասին շուտով մի փոքր ես կպատմեմ։ Քարերը գտնվում են անհայտ վայրում, երբ հանում ենք քարերը, անհրաժեշտության դեպքում սպունգով լվանում ենք։ Ուղեցույց թղթի վրա նաև գրված են քարերի մասին։ Գիպսե տարայի ներսում գտնվում են սև և շագանակագույն վանականներ, նույնիքը օբսիդիան, վարդագույն, սև և նարնջագույն տուֆ, մարմար և ջրային խճաքարեր։ Իսկ այս ինչպես են օգնում այս քարերը նույնպես բայց դեռ չեմ ավարտել այս խաղի մասին տեղեկությունս։ Ասիկ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքում վանակատը հանդիպում է Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի և Արտենիի լանջերին, ինչպես նաև մերձգագաթնային մասերում։ Ամենախոշոր և ուսումնասիրված հանքավայրը համարվում է Արտենիի հանքավայրը, օբսիդիանից ստանում են օբսիդիանի գերազանցի տեսակներից ստանում են գրապիտույտներ, մոխրամաններ, զարդեր, նաև 902 աստիճան Ցելսիուսում և հատուկ վառարներում հատուկ ճնշման տակ վանակատից ստանում են պերլիտ։ Վանակատը հիմնականում հանդիպում է մուգ գույներով՝ սև, կարմրասև, դաշնագույն, ծխախոտագույն, գորշ։ Մարմարը Հայաստանում հանդիպում է ավզական աղվերան գյուղերում, մարմարաշեն խորովիժապ գյուղերում, Վարդենիս, Ապարան, Քաջարան քաղաքներում։ Մարմարը առաջացել է հունարեն փայլոքար բավից, առաջանում է կրաքարի և դոլոմիտի ուժաջերմային փոխակերպումից։ Ջրային խճաքարերը հիմնականում հանդիպում են ջրային ափերում, ծովի, գետերի, լճերի հատակներում և ափերում։ Ըստ չափերին լինում են մեծ, փոքր և միջին չափերի։ Սովորաբար լճային խճաքարերը ավելի հարթ են, քան գետի խճաքարերը, քանի որ ավելի լճային խճաքարերը կլորանում են մեկ այլ խճաքարերի բախումներից և լճի հատակով գլորվելու ընթացքում։ Տուֆը Հայաստանի Հանրապետության խորհրդանիշն է, առաջանում է հրաբխային մոխրից, որ ժամանակի ընթացքում քարանում է։ Առաջանում է հրաբխային ապակուց և պեմզային բեկորներից, փոխանակում է հրաբխային ապակի պեմզային բեկորներ։ Հայաստանում կան Շիրակի դաշտավայրում, Արարատյան դաշտավայրի նախալեռնային շրջաններում, Կոտայքի Երևանցի սարավանդներում, Ջավախքի, Սյունիքի Արագածի լեռնազանգվածում, Ջավախքի, Սյունիքի բարձրավանդակներում, Կավսի սարահարթում և այլն։ Ըստ տեղանքի լինում են Արտիկի վարդագույն տուֆ, Երևանի սև տուֆ, Գյումրու սև և նարնջագույն տուֆ, Անիի դեղին տուֆ, Մեծավանի աղյուսագույն տուֆ, Ձորագետի մարմնագույն տուֆ և Գերաքարի բաց վարդագույն տուֆ։ Նաև հիմա կբացատրես, թե ինչպես են խաղում խաղը։
Բայց ես բացատրեցի արդեն։ Չէ, երբ որ գնում ես տարբեր քարեր են լինում, թե նույն քարերը պետք է դու կարողանաս հավաքել սրանց օգնությամբ։ Ոչ։ Դա ջարդում ենք, ինչպես ասեցի, իսկ սրանք ինչով են, սրանք ինչի համար են անհրաժեշտ։ Դրանք զվարճալի պատկերներ են, սա ավազի խաղ է, ամբողջովին ավազի խաղ է, եւ ընդհանրապես ոչ մի կապ չունի այս խաղի հետ։ Զվարճալի պատկերները ներսում գտնվող վարձի եւ ներկերի օգնությամբ ներկում եք ինչ գույնով որ ցանկանան եւ թողում եք որպեսզի չորանա։ Իսկ այս տարբեր տեղերում գտնվող քարերը հանում եք տարբեր ձևերի են, իրանք բոլոր տուփերի մեջ նույնը չեն քարերը։ Ուրեմն որ հանում եք սպունջի օգնությամբ լվանում եք քարերը, որովհետև դրանք գիպսոտ են եւ թողում եք որպեսզի չորանան։ Իսկ քեզանից ինչքան ժամանակ է պահանջվել, որպեսզի ուսումնասիրես եւ արդեն խաղը ստեղծես, որ մոտավորապես ինչքան ժամանակ է քեզ պետք եղել այսքան ուսումնասիրելու համար։ Երկար ժամանակ։ Մոտավորապես կհիշես ինչքան է անհրաժեշտ պահանջվել եւ քեզ ով է օգնել այսքան ուսումնասիրելու համար։ Այսքան ուսումնասիրելու համար ինձ օգնել է հենց իմ միտքը, ինքս ինձ օգնել է։ Մոտավոր մի կես ամիս պահանջվեց այս խաղի մտահղացումը ունենալու համար։ Մեկ էլ անհրաժեշտության դեպքում դա արդեն ցանկության հարց է։ Կարող եք ամեն քարը համապատասխանեցնել թղթի վրա գտնվող քարերի հետ։ Նաև մի բան էլ ասեմ, քանի որ տուֆը կարողանում է ջուրը կլանել, տուֆի գույները կարող են փոխված լինել գիպսի մեջ։ Շատ լավ, շատ է։ Եվ կասես նպատակը որն էր նման խաղ ստեղծելու եւ հետաքրքիր է իմանալ դու ինչ խաղեր ես սիրում խաղալ։ Օրինակ սիրում ես բակային խաղեր խաղալ, ժամանակ ունենում ես ընկերների հետ նաեւ դրանով զբաղվել։ Բակում ես ընկերներ չունեմ, բայց ես դուրս եմ գալիս եւ հեծանիվ եմ վարում այգում։ Ես այս խաղը ստեղծել եմ նրա համար, որպեսզի երեխաները կարողանան ինչ-որ չափով Հեղափոխության կախվածությունից դուրս գալ եւ որպեսզի այս խաղի միջոցով էլ ավելի լավ ճանաչեն իրենց հայրենիքում Հայաստանում գտնվող ապարները։ Ահա, շատ լավ, նաեւ այստեղ ունես քո հեղինակային գիրքը, դա երբ է տպագրվել, մի փոքր կպատմես նաև գրքի ստեղծման մասին, վերնագիրը փոքրիկները եւս մտածելու իրավունք ունեն, վերնագիրը եւ նաև կասես ինչի մասին է գիրքը։ Ուրեմն, վերնագիրը փոքրերը եւս մտածելու իրավունք ունեն, հրատարակվել է 2024 թվականի էլի ապրիլի 7-ին, ու էլի գրքի շնորհանդեսը եղել է իմ ծննդյան օրը։ Գրքում զետեղված են իմ բանաստեղծությունները, հետաքրքիր պատմությունները եւ իմ տարբեր տարիքին ասած հետաքրքիր եւ զարմանահրաշ մտքերը, որոնք մայրիկս գրի է ավել։ Օրինակ հիշես առաջին քո արտահայտած հետաքրքիր եւ զարմանահրաշ միտքը, որը ներառված է գրքում։ Ամենաավաճինը չէ, բայց կարող եմ երկու զարմանահրաշ փաստ ասել։ Ուրեմն ես գուշակել եմ, որ 2054 թվականին տեղի ունենալու մեծ երկրաշարժ, սարերը քանդվելու են եւ գետերը թթվելու են, քանի որ աղաթթունը դերքից դուրս է գալու եւ լցվելու է գետերը։ Իսկ այդ վարկածը դու ինչպես ես ուսումնասիրել գտել եւ ինչու ես մտածում, որ հենց այդ թվականին է լինելու։ Չգիտեմ, հենց այդպես երևի մտածել եմ։ Կոնկրետ չգիտես ինչի հետ է դա կապը։ Չէ, չգիտեմ։ Մեկ էլ իմ ամենասիրած միտքը, որը գրքում գրված է, դա ես ասել եմ, մարդը շատ գումար է սիրում դրա համար, որովհետև երբ մարդ բավը գրում ես եւ հակառակ ես կարդում, դառնում է դրամ։ Ինչպես։ Մարդ բավը երբ գրում եք եւ հակառակ է կարդում, վերածվում է դրամի։ Իսկ դու ընդհանրապես սիրում ես կարդալ եւ ինչ գրքեր ես սիրում կարդալ։ Տարբեր ժանրերի, այդ պահին ինչ ժանրի գիրք ցանկանամ։ Ներկա պահի կարդացել եմ Արմեն Մալխասյանի Արաբ թագավորը գիրքը, Կոնֆուցիոսի զրույցները,
Ավարտին է բացնում մտակը մարդու տունը տիեզերքում գիրքը, ինչպես նաև կարդացել եմ Ռոմիկ Հովնանյանի Գաղտնի բանակ գիրքը, որը նվիրված է ՀՀԿ-ի կամ ասալայի անձնասպանական գործողությունների և Գուրգեն Յանիկյանին։ Իսկ Միքայել, կասես, թե ինչով է պայմանավորված, որ դու այսքան ինֆորմացիայի տիրապետում ես, այսքան բան կարողանում ես հիշել, կա սովորելու հատուկ տեխնիկա, որ դու կիրառում ես։ Իհարկե, շատ գիրք կարդալը օգնում է մեզ, որովհետև երբ շատ ես գիրք կարդում, երբ շատ է գիրք կարդում, գիտնականներ փաստել են, որ շատ է գիրք կարդում, մարդու բջիջները չեն մահանում, իսկ որ ընդհանրապես գիրք չեն կարդում, մարդու բջիջները ծերանում են և անընդհատ թափվում են։ Իսկ այդ ինֆորմացիան որտեղից դու վերցրեցի։ Որտեղ ես կարդացել, որ բջիջները կարող են, եթե շատ են համակարգիչից օգտվում կամ շատ գիրք չեն կարդում, ապա բջիջները մահանում են։ Ընդհանրապես օրվա ընթացքում մենք կորցնում ենք շատ քանակով բջիջներ և ձեռք ենք բերում նոր բջիջներ, բայց որ արդեն գիրք չենք կարդում, ընդհանրապես նոր բաներ չենք սովորում, մեր բջիջները թափվում են և նորերը չեն ծնվում։ Դա կարդացել եմ ես հանրագիտարանից։ Նաև եթե դու ներկա էիր հաղորդման սկզբում նշեցինք, որ այսօր Դա Վինչիի և Արշիլ Գորկիի ծննդյան օրն է, ինչ որ հետաքրքիր ինֆորմացիա, հետաքրքիր փաստեր գիտես, որ գուցե մարդկանց անհայտ են դեռ։ Օրինակ, ես մի բան ասեմ, որ ես Լեոնարդո դա Վինչիի հայելայի ձևագիրը, որը բոլորին հայտնի է, ես կարողանում եմ հայելայի ձևագիրը գրել, բայց տարբեր լեզուներով և երկու ձեռքով։ Իսկ մյուս նկարչից Լեոնարդո դա Վինչիի ամենասիրահարստականը Մոնա Լիզան է, և ես միշտ ասում եմ, որ Մոնա Լիզան իրականում տղա է։ Նաև վերջինը ոչ բոլորը գիտեն, որ վերջին ընթրիքը նկարում պատկերված հացի կտորները, որոնք մարդկանց ձեռքին են գտնվում, դրանք իրականում իրենից ներկայացնում են երաժշտություն։ Այո։ Նաև ուզում եմ պատմեմ Լեոնարդո դա Վինչիի ավագներից մեկը, Սալամանդրը և Հավերը։ Մի անգամ երբ գոմը հավդեհվում է, բոլոր կենդանիները, որոնք գտնվում են գոմում, նույնիսկ Հավերը, փախչում են և այդ պահին մի Սալամանդր մտնում է կրակի մեջ։ Հավերից մեկը ասում է նա կհավդեհվի և կրակի բաժին կդառնա, մյուս Հավը ասում է իրականում Սալամանդրները, որ մտնում են կրակի մեջ, նրանք իրենց կանշին փոխում են և ավելի երիտասարդացած դուրս են գալիս։ Իսկ Հավերից մյուսը ասում է, իսկ մենք մտնում ենք կրակի մեջ, մեզ այս լոկ տապակա է ստացվում։ Իսկ առակի իմաստը դու հասկանում ես, կարող ես մեկնաբանել, թե ինչ իմաստում։ Ես սխալվեցի, իրականում դա հավաք չի, դա հետաքրքիր պատմություն է։ Իսկ Միքայել, բացի սիրում ես գրքեր կարդալ, գիրք ես հրատարակում, գիտությամբ ես սիրում զբաղվել, իսկ բացի գրականությունից և գիտությունից կա այլ ոլորտ, որ քեզ հետաքրքրում է, օրինակ սպորտ, որ հետաքրքրում։ Սպորտում հետաքրքրում է ջլողը և շախմատը։ Շախմատ խաղալ գիտես արդեն։ Գիտեմ, վաղուց գիտեմ։ Վաղուց գիտես։ Իսկ արդեն քանի որ դու այսքան գիտելիքների տիրապետում ես, արդեն ունես ընտրած մասնագիտություն, որ ցանկանում ես այդ ուղղությամբ շարունակել։ Քիմիկոս։ Միայն քիմիկոս։ Ես նախորդ հարցին չպատասխանեցի, դուք ասեցիք Արշիլ Գորկիի մասին, ես մենակ Լեոնարդո դա Վինչիի մասին խոսեցի։ Նաև կարող եմ։ Արշիլ Գորկին իսկական անունը Ոստանի Կանտոյան է, ծնվել է Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում, հայտնի նկարներն են ջրվեժը, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, նաև մի ցուցահանդեսի պատրաստվելուց հավդեհվում է իր արհեստանոցը։ Մի բան էլ ասեմ, իմ ամենասիրած նկարը Արշիլ Գորկիի նկարիչների մայր նկարն է, որտեղ ավելցված այն է, որ Արշիլ Գորկիի մայրը չունի ձեռքեր, դրանք մորագնդերի տեսք ունեն։ Նաև ցանկանում եմ ասել, որ Արշիլ Գորկին տարել է քաղցկեղի վիրահատություն։ Կյանքի վերջին տարիներին ավտովթարի հետևանքով վնասել է ողնաշարը, որի հետևանքով արձակը դարձել է անաշխատունակ։ Կյանքի վերջին օրերին կինն ու զավակը լքել են Արշիլ Գորկիին, չդիմանալով այդ ցավերին Արշիլ Գորկին ինքնասպան է եղել։
Իսկ երբ որ նշեցիր, որ Լեոնարդո դա Վինչիի այստեղ նկարած Մոնա Լիզան իրականում պատկերացնում ես, որ կարող է լինել տղա։ Դա ինչ որ միտեղ կարդացել ես, թե ուղղակի դու ես այդպես մտածում։ Ուղղակի ես եմ այդպես մտածում, որովհետև ես նայում Մոնա Լիզային տղայի դիմագծեր եմ նկատում։ Նաև սյուրռեալիստ նկարիչներից մեկը Լեոնարդո դա Վինչի նկարը կրկնապատկել էր, պարզապես Լեոնարդո դա Վինչին ավելացել էր բեղեր։ Իսկ նկարչական ոլորտը հետաքրքրում է քեզ։ Ունեմ նկարներ, բայց ոչ այդքան շատ չի հետաքրքրում։ Այդքան շատ չի հետ։ Իսկ այսքան ոլորտների Եկել ասում եմ, որ շատ լավ ստացվում է բացի ինքս իմ ստեղծած նկարները տպել, նաև ավտոնկարներն էին մոտ լավ ստացվում։ Իսկ կա այնպիսի ոլորտ, որ դեռ քեզ համար մի փոքր անհայտ է եւ ցանկանում ես ել ավելի խորը ուսումնասիրել եւ ել ավելի ինֆորմացիա իմանալ։ Դե ես ցանկանում եմ լինել ամբողջագետ, բայց ինչպես ասել է Պյութագորասը, ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ։ Ես չեմ կարող իմ ամբողջ կյանքի ընթացքում իմանալ այն ամբողջը, ինչ որ ցանկանում եմ, որովհետև կյանքի ընթացքում ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ երկրում մեկ վայրկյանում տպվում են միլիոնավոր գրքեր։ Եվ այդ ամբողջ գրքերը դու չես կարող քո ամբողջ կյանքում հասցնել կարդալ աշխարհի բոլոր գրքերը։ Թեև դա կցանկանայի, որ կարողանայի աշխարհի բոլոր գրքերը կարդալ։ Իսկ կա արդեն նոր հետաքրքիր ռեկորդ, որ մտածել ես սահմանել կամ նոր գիրք, որը կրկին կտպագրվի, թեկուզ նաև հաջորդ տարին կրկին քո ծննդյան օրը։ Գրքի մտահաղացում ունեմ, բայց դա ընդհանրապես չեմ իրագործել, ընդհանրապես չեմ իրագործել մտահաղացումը։ Նաև պատրաստում եմ նոր ռեկորդի Գինեսի գրքում հենց հայելային ձևագրով։ Վերջին անգամ երբ արդեն հայտ ուղարկել էին, ասել էին, որ հայելային ձևագիր վերնագիրը, դրա վերնագիրը մեզ դուր չի գալիս, խնդրում եմ փոխեք վերնագիրը, մեկ ասել եք, որ ինչ վերնագրով դուք ասեք, մեկ սիրով կներկայանաք այդ վերնագրի տակ, դա պատասխան չկա։ Դու սպասում ես պատասխան։ Այո։ Իսկ քեզ հետ կարելի է շատ երկար զրուցել, իսկ նշեցիր, որ ուզում ես ինչ-որ հետաքրքիր ամփոփ ներկայացնել մի բանաստեղծություն, որ ինչ բանաստեղծություն ես ընտրել, որ ուզում ես։ Կցանկանայի մի բան էլ ասեմ։ Իմ բոլոր տուփերի վրա դուք տեսնում եք կապույտ գլոբուսը, որը իմ ապրանքանիշն է, նույնիսկ լոգոն։ Երբ ես այցելեցի ֆոտոխալացյան ընկերություն եւ աշխատակցի Աննա Ավետիսյանին հայտնեցի, թե ինչ եմ ցանկանում, թե ինչպիսի ապրանքանիշ եմ ցանկանում, մենք կարողացանք ճիշտ ժամանակում ստանալ իմ բոլոր լոգոները։ Նաև ասեմ, թե ինչը ես ներկայացնում իմ լոգոյի վրա պատկերված ամեն ինչը։ Ուրեմն գլոբուսը ես ներկայացնում եմ աշխարհը, գլոբուսը փաթաթված է ժապավենով, որը ես ներկայացնում եմ խորհրդանշում է ճանապարհը եւ որի վրա գրված է ստեղծի ինքդ եւ գունավորիր քո աշխարհը։ Ձեռք, որը արարող ձեռքի խորհրդանիշ է, գրքեր, որոնք կրթության խորհրդանիշն են, եւ ապահովումը, որ նշանակում է մեր երազանքների աշխարհում։ Իսկ քո երազանքների աշխարհը ինչպես ես պատկերացնում, ո՞նց կուզեիր լիներ։ Ինչը կփոխեիր այս աշխարհում, եթե հնարավորություն ունենայիր։ Կցանկանայի, որ մարդիկ մաքուր շրջակա տարածքը։ Իսկ մոլորակը, որ դուք կարող ես ստեղծել քո երազանքների աշխարհը։ Բացի դրանից, երբ որ դու գրագետ մարդ ես լինում, կարող ես շրջել աշխարհում մեկ, դրա համար այստեղ կրթության խորհրդանիշը կա, գիրքը կա։ Եվ ես անակնկալում եմ, այս ներքին տուփը ես նվիրում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ Միքայել ջան։ Իսկ ինչ բանաստեղծություններ դու ցանկանում արտասանել։ Ցանկանում եմ արտասանել Հովհաննես Գրիգորյանի «Սա իմ երկիրն է» բանաստեղծությունը։ Ասա։ Հովհաննես Գրիգորյան «Սա իմ երկիրն է»։ Սա իմ երկիրն է, չափելով այնպեսին, որ կարող է վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ։ Փոքրիկ, ինչպես ծրացած մայր։ Փոքրիկ, ինչպես ստորածի զավակ, իսկ հավտեզի վրա ընդամենը աղցուկի մի կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափելով այնպեսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտից մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Դա քո սիրելի բանաստեղծությունն է։ Այո։
Շատ շնորհակալ եմ Միքայել, որ ժամանակ գտար այսքան զբաղված լինելով հանդերձ մեզ հյուրընկալելու համար, քո հետ կարելի է շատ երկար զրուցել, բայց քեզ արդեն հրաժեշտ ենք տալիս։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք ինձ ներկա գտնվելու ձեր հաղորդմանը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցը դյութազնագրքի բազմակի ռեկորդակիր հրաշամանուկ Միքայել Հակոբյանն էր։ Այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ նշեմ, որ հիմա ուզում եմ ծանոթանանք Զվարթնոց տաճարի հետ։ Զվարթնոցը մի տաճար է, որը ծնվել է հավատքի ուժով, կառուցվել է ճարտարապետական հանճարի ձեռքով եւ ավերակ դարձած շարունակում է ապրեցնել անցյալի փառքն ու հոգեվոր շունչը։ Միասին առաջարկում եմ ծանոթանանք այս տաճարի պատմության հետ։ Զվարթնոց տաճարը 7-րդ դարի հայկական ճարտարապետության գլուխգործոց է, գտնվում է Արմավիրի մարզում, Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կիլոմետր հարավ։ Այն կառուցվել է 641-ից 661 թվականին Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ, որպես Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տաճար։ Տաճարը հայտնի էր յուրահատուկ շրջանաձև կառուցվածքով, կենտրոնական պլանով եւ 4 խորշերով։ Այն ունեցել է 3 հարկ եւ մոտ 45 մետր բարձրություն, ինչը բացառիկ էր միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ։ Ցավոք տաճարը 10-րդ դարում փլուզվել է եւ միայն 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում բացահայտվել են տաճարի հիմքերը, կաթողիկոսական պալատի մնացորդները եւ գինեգործարանի հատվածներ։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը։ Այստեղ կառուցվեց մի եկեղեցի երկնավոր Զվարթնոց անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։ Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ։ Մյուս բոլոր պատվիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ եւ նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը, այն վաղ միջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրահատուկ հանրագումար է։ Զվարթնոցը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես հայկական ճարտարապետության եւ մշակույթի բացառիկ օրինակ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Այսօր խոսելու ենք շաքարի մասին։ Շաքարը մեր սննդակարգում ամենատարածված բաղադրիչներից մեկն է։ Այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություններ, կախված օգտագործման քանակից եւ մարդու առողջական վիճակից։ Շաքարը լավ էներգիայի աղբյուր է, այն արագ կերպով էներգիայի հաղորդում օրգանիզմին, օգնում է կենտրոնանալու եւ մտավոր կարողությունները ակտիվացնելու կարճ ժամանակում։ Շաքարի չափից ավել օգտագործումը, բայց նպաստում է ավելորդ կալորիաների կուտակմանը եւ ճարպային զանգվածի ավելացմանը։ Հաճախակի եւ մեծ քանակով շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել ինսուլինի բարձրացման մակարդակը եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի հավանականությունը։ Շաքարը նպաստում է կարիեսի առաջացմանը, քանի որ այն սնունդ է տրամադրում բերանի բակտերիաներին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակով շաքար օգտագործողները ավելի հաճախ ունենում են բարձր արյան ճնշում, բորբոքումներ եւ սրտային հիվանդություններ։ Շաքարախտով հիվանդները պետք է խստորեն սահմանափակեն շաքարի օգտագործումը կամ դրան փոխարինող այլ ընտրանքային միջոցներ օգտագործեն։ Նաև լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես պետք է խուսափեն շաքարի օգտագործումից, քանի որ չափից շատ օգտագործման դեպքում կարող են վնասել լյարդը։ Բարձր արյան ճնշում կամ սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խստորեն սահմանափակեն շաքարի օգտագործումը։ Նաև նշեմ, որ հոլիվուդյան օսկարակիր Տիտանիկ ֆիլմում օգտագործված ջութակը աճուրդի կհանվի $70,000։ Խոսքն այն գործիքի մասին է, որը երաժիշտներից մեկը նվագում է խորտակվող նավի տախտակամածին, խուճապար ամբոխի ֆոնին։ Ջեյմս Քեմերոնի ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի հանվելու է այս ամսվա վերջին։
Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման վերջում առաջարկում եմ ծանոթանանք մի երկրի հետ, խոսքս Հունաստանի մասին է, որը պահպանում է պատմական, մշակութային և բնական արժեքները, միևնույն ժամանակ բացահայտելով նորությունները և շարունակելով իր զարգացումը։ Առաջարկում եմ ծանոթանանք այս շքեղ երկրի հետ։ Երբ ոտք ես դնում Հունաստան, թվում է ժամանակը դադարում է շարժվել, ամեն քայլափոխին զգում ես պատմության շունչը, բախվում է Հոմերոսին, լսում Սոկրատեսի խորհումները կամ ընկալում Զևսի փառքի ձայնը Դելֆյան մարգարեության մեջ, բայց Հունաստանը միայն անցյալը չէ, այն մի երկիր է, որտեղ պատմությունը ապրում է ներկայով, այս երկրում արևը կարծես մեկ ուրիշ երանգ ունի, իսկ քարերը հիշողություն։ Աթենքի կենտրոնում ժամանակակից քաղաքի մեջտեղում վեր է խոյանում Ակրոպոլիսը, մարդկության մշակութային հիմքերից մեկը։ Պարթենոնը դեռ կանգնած է հպարտ, որպես ապրող լեգենդ, որը պատմում է անցյալի փառքի ու հավերժության ձգտման մասին, սակայն Հունաստանը միայն հին քարերը չեն, այն ապրում է ծովի շնչով, Էգեյան և Իոնիական ծովերի կապույտով։ Սանտորինի սպիտակ տները, որոնք խցկվել են ժայռերի վրա, շարված է մի առեղծվածային ներդաշնակությամբ, առավոտյան լույսին հակադարձում է լուսնի պես փայլուն, իսկ մայրամուտին թախծոտ դեղինն ու վարդագույնը։ Այդ տեսարանը մեկ անգամ տեսնելուց հետո ընդմիշտ մնում է սրտումդ։ Հունաստանի քաղաքները շնչում են միջերկրածովյան կենսախինդությամբ։ Սալոնիկը երիտասարդության և գիշերային կյանքի կենտրոնն է, նեոբյուզանդական շինություններով և ծովափնյա զբոսայգով։ Կրետեն ամենամեծ կղզին է, միավորում է լեռնային ավանդույթներն ու ծովային ազատությունը։ Այստեղ մարդիկ անկեղծ շփտում են, սակայն Հունաստանի իրական գանձը ինչքան էլ զարմանալի թվա, իր մարդիկ են, հպարտ ու պարզ, նրանք ապրում են աղմկոտ զրույցների, երկար սեղանների ու խորին պատմությունների մեջ։ Ընտանիքն այստեղ սուրբ է, հյուրասիրությունը պարտադիր, իսկ կապը հողին ու ծովին անբաժանելի։ Ու ոչ միայն ամառ, այլև ամբողջ տարին Հունաստանը կրում է անփոփոխ խառնուրդ պատմության, բնության և զգայական կյանքի։ Հունաստանը հրավիրում է ոչ միայն այցելելու, այլև զգալու, որովհետև սա մի վայր է, որտեղ քարերը խոսում են, իսկ ծովը հիշեցնում է, թե որքան գեղեցիկ կարող է լինել այս աշխարհը։ Հունական խոհանոցը համաշխարհային մշակույթի մի մաս է։ Օլիվային յուղը առկա է գրեթե ամեն ինչում, աղցաններում, մսում և բանջարեղենով կերակուրներում, իսկ հացը կլոր, փափուկ և միշտակ է, և իհարկե ֆետա պանիրը, որը մնում է հունական խոհանոցի խորհրդանիշ։ Ամեն քաղաք, ամեն կղզի ունի իր հատուկ գույնը։ Սանտորինին վեհ ու ռոմանտիկ, Կրետեն վայրի ու հին ավանդույթներով, Ռոդոսը ասպետների պատմությամբ, բայց որտեղ է լինես, Հունաստանը քեզ մեկ բանով կհիշվի՝ արևի ու հոգու խառնուրդով։ Այստեղ ամեն ինչ, ժայռերը, ծովը, ավանդույթները, անգամ սնունդը ապրում են խորը հարգանքով դեպի անցյալը, սրտանց ապրելով ներկան ու սիրով նայելով ապագային։ Հունաստանը երկիր է, որտեղ կյանքը ասես պարում է արևի տակ։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ և առավոտյան ժամանակ հատկացրեցիք և միացաք մեզ։ Շատ շնորհակալություն, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղ, իհարկե, նույն ժամին։